Ենք հրավիրել Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Արա Զաքարյանին, բարև ձեզ պարոն Զաքարյան, ես ուզում եմ իմանալ առանց ձեր պաշտպանյալների ինչու եք հրաժարվում ներկա գտնվել դատական նիստերին, այսօր այդպիսի հայտարարություն եք արել։ Ոչ թե մենք առանց մեր պաշտպանյալների ենք հրաժարվում ներկա գտնվել, այլ մեր պաշտպանյալների հետ խորհրդակցել ենք եւ մասնավորապես Ժիրայր Սեֆիլյանը հստակ ցույցում է տվել այն մասին, որ եթե ինքը չգտնվի դատական նիստերի դահլիճում, ես ոչինչ չասեմ, ոչ մի դիրքորոշում չհայտնեմ, ավելին պահանջել է, որպեսզի ես լքեմ դատական նիստերի դահլիճը։ Քանի որ Ժիրայր Սեֆիլյանի դիրքորոշումը այս առումով հստակ է, ավելին նա ասել է յուրաքանչյուր այս գործով քայլ կատարելուց առաջ պետք է ես իր հետ խորհրդակցեմ։ Ինչով է պայմանավորված նրա այդ դիրքորոշումը։ Պայմանավորված է նրանով, որ Ժիրայր Սեֆիլյանը համարում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, եւ նա ուզում է եւ ցանկանում է, որպեսզի նիստերին ներկա գտնվելով, պաշտպանի հետ խորհրդակցելով նոր մարտավարությունը իրականացնենք։ Ամեն մի դատավարության ընթացքում բազմաթիվ հարցեր են առաջանում, որոնց կապակցությամբ պետք է պաշտպանական կողմի դիրքորոշումը հայտնի, եւ այս պայմաններում ես հայտնվել էի շատ անհարմար իրավիճակում։ Մի կողմից հստակ կա պաշտպանյալիս ցուցումը եւ պահանջը, որը իմ համար գերակա է, մյուս կողմից օրենքի հետ կապված խնդիր է։ Եվ այս առումով ես այլ տարբերակ չունեի, քան հարկադրված լքել դատական նիստերի դահլիճը։ Եկել եք շարունակելու, եթե նման փաստի առաջ կանգնեք։ Ես ուզեմ պետք է այդպես անեմ, որովհետև հակառակ դեպքում Ժիրայր Սեֆիլյանը հստակ իր դիրքորոշումն է հայտնել, որ եթե ես իր հետ չհամաձայնեցնեմ իմ յուրաքանչյուր քայլ, դա կնշանակի, որ ես ոչ թե իր շահերն եմ պաշտպանում, այլ ըստ էության պետության շահերն եմ պաշտպանում եւ իր ցանկությանը հակառակ գործողություններ եմ կատարում։ Նման պարագայում ես չեմ կարող այդպիսի դատավարությանը մասնակցել։ Եվ առհասարակ, եթե պաշտպանյալս իմ կողքը չէ եւ ես չեմ կարող քննարկել էլեմենտար հարցեր, ինչպես այսօր օրինակ բազմաթիվ հարցեր քննարկվեց եւ սրա վերաբերյալ դիրքորոշում հայտնել, իսկ դատավարությունը երբ որ սկսվեց անցանք հաջորդ փուլ, առավել եւս դրա անհրաժեշտությունն է ակնհայտ դառնալու։ Սա ուղղակի պաշտպանության ոչ թե իրականացում կլինի, այլ ուղղակի իմիտացիա։ Բայց պարոն Զաքարյան, դատավորը այսօր կարելի է ասել պայման առաջադրեց, եթե ուզում եք, որ ձեր պաշտպանյալները ներկա գտնվեն, նիստին պետք է հարգալից վերաբերմունք դրսևորեն դատարանի նկատմամբ, ոտքի կանգնեն, օրինակ Ժիրայր Սեֆիլյանը կընդունի այս պայմանը։ Ես չեմ կարծում, որ Ժիրայր Սեֆիլյանը այս պայմանը կընդունի, եւ նրա պատճառաբանությունը հետեւյալն է կայանում։ Նա բազմիցս քննադատել է իշխանություններին, համարում է, որ իր հանդեպ քրեական հետապնդում է իրականացվում եւ տարիներ շարունակ դա տեղի է ունեցել։ Նախորդ անգամ, երբ Ժիրայր Սեֆիլյանին եւս հայտնվել էր ամբաստանյալների աթոռին, նա ոչ մի դատավարության ընթացքում չի կանգնել, երբ դատավորը դատական նիստերի դահլիճ է մուտք գործել, եւ դատարանները դա ընդունել են նորմալ եւ նիստը շարունակվել է, ոչ մի խնդիր այս արդիվ չի առաջացել։ Եվ Ժիրայր Սեֆիլյանը այս պարագայում չի ցանկանում փոխել իր դիրքորոշումը։ Բայց դատավորը այս գործի դատավորը չի ընդունում։ Սա փակուղի չէ, պարոն Զաքարյան։ Ես դրա համար ասում եմ, նույն օրենքները գործել էին նաև այն ժամանակ, եւ Ժիրայր Սեֆիլյանի դիրքորոշումը հետեւյալն էր, որ եթե ես իշխանություններին քննադատում եմ, եթե ես համարում եմ, որ իշխանությունները սխալ քայլեր են անում, իսկ դատավորն էլ, դատարանն էլ իշխանության մի մասնիկն է։ Եթե ես ոտքի եմ կանգնում, նշանակում է ես իրենց առջև խոնարհվում եմ, ընդունում եմ իրենց ասածը։ Ես դա չեմ ուզում անել։ Այս պարագայում ինչպես ես կարող եմ դատարանին երաշխիք ներկայացնել, որ Ժիրայր Սեֆիլյանը հաջորդ անգամ ոտքի կանգնի։ Ասեմ ավելին, եթե ես այդպիսի բառ անգամ արտահայտեի, դա արդեն իսկ կնշանակեր, որ ես իմ պաշտպանյալին դիրքորոշմանը հակառակ քայլ եմ կատարում եւ էական ընդ որում, որտեղ Ժիրայր Սեֆիլյանը բավականին սկզբունքային անձնավորություն է եւ այս արդիվ եթե ես իր ցանկությանը հակառակ քայլ արտահայտեմ, դա արդեն իսկ լուրջ կոնֆլիկտ կառաջացնի պաշտպանական մարտավարության մեջ եւ ես չեմ կարող դրանից հետո նրա պաշտպանությունը իրականացնել։ Ես կարծում եի, որ դատարանը այնուհանդերձ հաշվի կառնի այս հանգամանքները, որ սա հասարակ գործ չէ եւ սա է պատճառը, որ Ժիրայր Սեֆիլյանը նման դիրքորոշում է հայտնում։ Եվ դատավարությունը մենք նորմալ հնարավորություն կունենայինք անելու, որտեղ Ժիրայր Սեֆիլյանը նախորդ անգամ երբ հայտնվել էր ամբաստանյալների աթոռին,
ըստ էության միայն այդ չկանգնելն էր, որևէ կերպ դատական նիստերի կարգը չի խանգարել, լուր նստել է ընթացքում խորհրդակցելով, բազմաթիվ, ասենք, ցուցումներ ստանալով, բազմաթիվ քայլեր է արվել իմ կողմից նիստերի ընթացքում։ Եվ Ժիրայր Սեֆիլյանը որևէ այնպիսի քայլ չի արել, որ ասեն, հենց դատական նիստերի ընթացքը խանգարում է, խոչընդոտում է կամ ինչ որ ձևով անհարգալից Հիմա ինչպես պիտի լուծվի այդ հարցը, ինչ եք կարծում։ Ես կարծում եմ, որ այնուհանդերձ դատական համակարգը կհասկանա, որ նման տարբերակով չի կարելի շարժվել։ Չի կարելի փորձել պաշտպաններին սարքել քավության նոխազ եւ հասցնել այն վիճակի, որ դուք կամ պետք է ձեր պաշտպանյալների ցանկությանը հակառակ գնաք եւ նրանց ցանկության հակառակ քայլեր կատարեք, կամ դուք ենթարկվելու եք կարգապահական պատասխանատվության։ Այս այդ պատասխանատվությունը անընդունելի տարբերակ պետք է լինի։ Սա նշանակում է, որ պաշտպանների վրա փորձ է արվում ճնշում գործադրել։ Եկեք այդ պատասխանատվությունից խոսենք, նիստերի դահլիճը լքելու պատճառով դատարանը որոշեց ձեր նկատմամբ սանկցիա կիրառել, դիմել փաստաբանների պալատ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, պալատի դիրքորոշումը ձեր կարծիքով ինչպիսին կարող է լինել։ Պալատի դիրքորոշումը հետևյալն է, հաշվի առնելով մինչ այդ բազմաթիվ որոշումները, որ եթե պաշտպանը այլ տարբերակ չի ունի, նմանատիպ դիմումներ էլի կան։ Նմանատիպ դիմումներ եղել են ու տարիներ առաջ մարտի 1-ի հետ կապված դեպքերով, բազմաթիվ այլ հնչեղություն ստացած գործերով եւ պալատի դիրքորոշումը այս արդիվը եղել է հետեւյալը. եթե պաշտպանը այլ տարբերակ չի ունենում, քան դատական նիստերի դահլիճը լքել եւ դա բխում է իր պաշտպանյալի շահերից եւ ցանկությունն է իր պաշտպանյալի, ապա այս պարագայում փաստաբանի վարքագծի մեջ փաստաբանական կանոնների խախտում չի արձանագրվել։ Դուք վերջերս եք տեղեկացել պալատի այդ դիրքորոշմանը, թե նախկին դիրքորոշման մասին են եղել բազմաթիվ նման դեպքեր, վերջերս, եթե չեմ սխալվում, ոնց որ թե եւս այդպիսի դիրքորոշում է հայտնվել, անձամբ ծանոթ չեմ, լսել եմ ուղղակի։ Պարոն Զաքարյան, այս դիմումները ձեր կարծիքով կլինի այդպիսի իրավիճակ, երբ որ կստանան որոշակի, չգիտեմ, ընթացք օրինակ, պալատը կարող է փոխել իր դիրքորոշումը։ Ոչինչ հնարավոր չէ բացառել, բայց ես հույսով եմ, որ մեր պալատի խորհրդի անդամները իրենց դիրքորոշումը չեն փոխի, քանի որ դա նախկինում հայտնած դիրքորոշումը ուղղակի բխում է օրենքի եւ մեր կանոնակարգի պահանջներից եւ իրենք կգտնվեն իրոք անկախ եւ անկողմնակալ նման հարցերը քննելիս եւ նրանց վրա հնարավոր չի ճնշում գործադրել։ Եղավ, շնորհակալ եմ մեր զրույցի համար, հիշեցնենք զրուցում էի Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանի հետ։